Եվ այս դպրոցը հին պատերի մեջ նոր դպրոց է կառուցված։ Ես ճիշտ է ներսը չեմ եղել, բայց Արսայի ես գիտեմ այն ստանդարտը, որը սահմանված է։ Եվ ուրախ եմ արձանագրել, որ դպրոցը, Աշոտսկի միջնակարգ դպրոցը իր ողջ պատմության մեջ երբեք այսպեսին չի եղել։ Եթե գույքը եւ լաբորատորիա մարզադահլիճ ունի, թե չունի, մարզադահլիճ ունի։ Ուրեմն եթե գույքը եւ լաբորատորիան ստացել են, երբեք Աշոտսկի դպրոցում այդպիսի լաբորատորիաներ չեն եղել, երբեք այդպիսի մարզագույք չի եղել, եւ սա նշանակում է, որ Աշոտսկի երեխաների հեռանկարը երբեք այդպիսի լուսավոր չի եղել։ Ես մեծ հաճույքով եմ արձանագրում, որ մենք այսօր 2018 թվականից այս կողմ մենք 7 տարբեր որոշումներով թոշակներ ենք բարձրացրել ժողովուրդ։ Ես 8 տարի վարչապետ եմ, 7 տարբեր որոշումներով մենք բարձրացրել ենք թոշակներ։ 2018 թվականին նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ, այսօր նվազագույն թոշակը 46,000 դրամ է, չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգը, որից այսօր արդեն օգտվում է 531,000 թոշակառու։ Մենք առողջության ապահովագրության համակարգ ենք ներդրել 65+ տարեկան մեր թոշակառուները, պետությունը ապահովում է մեր թոշակառուների նվազագույն առողջապահական կարիքները, բայց դա շատ մեծ բան է, սա շրջադարձային եւ հեղափոխական նշանակության բարեփոխում է, մինչեւ 18 տարեկան երեխաների առողջության ապահովագրությունը, բայց մենք այդ մասին չենք խոսում, բայց մենք մոռանում ենք, որ 200,000 դրամ եւ ավել աշխատավարձ ստացողների առողջության ապահովագրության համակարգն էլ աշխատում։ Ճիշտ է, իրանք վճարում են 11,000 դրամ ամիսը, բայց նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով, որպես սոցիալական կրեդիտ իրենք այդ գումարի առնվազն կեսը չէ, Տիկին Ավանեսյան, 6,000 դրամը մեծ մասը հետ են ստանալու եւ այսօր 1,700,000 Տիկին Ավանեսյան, 1,700,000 մարդու առողջապահական նվազագույն կարիքները բավարարված են եւ մենք առաջիկա 2 տարիներին ամբողջ բնակչությանն ենք ներառելու առողջության ապահովագրության մեջ եւ սա էլ է նրա մասին, որ կյանքի ժամանակն է եկել Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին ես ձեզ խոստացել էի, որ Հայաստանի քաղաքացին հիվանդանոցի դռներին չի մնալու եւ այսօր Հայաստանի քաղաքացին